Բարև երուսաղեմցիներ, եթերում Սոնա եւ Քրիստ շոուն է, որն այսօր վարում է Քրիս Մանարյանը, Սոնայի ժամանակավոր բացակայության պատճառով մեր սիրելի Սոնան վաղանորից կլինի մեզ հետ, սիրելի երուսաղեմցիներ, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, մեր տաղավարում կա հյուր եւ մեր հյուրն է Տիգրան Ոսկերչյանը, մի անձնավորությունը, որը բազում հետաքրքրություններ ունի, որը շատ մեր ակտիվ հերոստատիտողներից է եւ դեռ այն ժամանակ, երբ ես վարում էի մեր օրը շատ հաճախ զանգել է եւ հետաքրքիր թեմաներ բարձրացրել եւ մեր տված հարցերին էլ պատասխաններ է տվել շատ լիարժեք ու շատ հետաքրքրական, այնպես որ մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ այսօր Տիգրան Ոսկերչյանը լինի մեզ հետ եթերում եւ մենք միասին խոսենք մեզ հետաքրքրող մի շատ հետաքրքիր հարցի շուրջ։ Բարի լույս։ Բարի լույս, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ Տիգրան ջան, ես երկար խոսեցի, չէ՞, սկզբի հավանակ։ Հա։ Ուրեմն, սիրելի երուսաղեմցիներ, այս տեսակ բան, ես ասեմ երեք իմ հետ պատահած մի փոքր, ուրեմն դեպք, ավելի ճիշտ դրա մասին, ես անցնում էի փողոցը, Չևիչես Central Խաչմերուկում, եւ գրեթե ուրեմն անցել վերջացրել էի, երևի որ սուտ չասեմ մնացել էր մի 3 մետր ավելի քիչ, եւ այդ ժամանակ ուրեմն մի մեծ ջիպով, մի հայ աղջիկ, որ մինչեւ այդ սպասում էր, ոնց որ հատուկ, եկավ ու շատ արագ ու շատ այսպես անզիջում տեսքով իմ արջով քսվելով ինձ անցավ ու գնաց։ Ես այս տեսակ բաներ Երևանում չէի հասկանում, իսկ ուր մնաց այստեղ հասկանամ։ Նախ փողոցը անցնող մարդու դիմաց չեն կտրում։ Ես այդպես գիտեմ։ Երկրորդը կինը պիտի իրեն այդպես չպայի տղամարդու հանդեպ։ Կապ չունի, ծանոթ, անծանոթ։ Ես կուզեմ խոսել այսօր Տիգրան ջան, ուրեմն կանանց իրավահավասարությունից, էմանցիպացիայից եւ նման հարցից, որովհետեւ որքան ես հասկացա մեկ տարվա ընթացքում, այստեղ շատ ու շատ բաներ այլ կերպ են եւ դրվածքն ուրիշ է եւ մոտեցումն ուրիշ է, քան Հայաստանում, որ ես ծնվել մեծացել եմ։ Համաձայն ես։ Համաձայն եմ, լրիվ։ Եվ ոչ միայն դուք եք նկատել կամ ես արդեն շատ են այդ բանը նկատել, որ լրիվ հյուրովի վերաբերմունք է ամեն ինչում, թե տրամադրության, թե քաղաքավարության։ Գիտեք, այստեղ ամբողջ հարցի հիշումն է կայանում, ես միանգամից նշանակետին մոտենամ, որովհետև այստեղի իրավունքի հարցը, իրավունքը շատ լավ բան է ընդհանրապես, իրավունքների պաշտպանություն, սեփական հայացք, անհամաձայնություն, տեսակետ, կարծիք հայտնել։ Բայց կա նաև մի կարևոր կետ, մի կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնեն ընդհանրապես բոլոր եւ թե ասեմ անգամ սենատորներ կամ օրենքներ ընդունողներ, իրավունքներ տվողներ, վերապահողներ։ Այ ինչի մասին է խոսքը։ Այստեղ խոսքը այն բանի մասին է, որ մոռանում են այդ բոլոր իրավունքների բարոյական կողմը նշել, որ ամեն ինչում կա կարևոր ամենակարևոր բարոյականության պահը, որ ամեն ինչի մեջ պետք է ամեն ինչ լինի բարոյական, թե իրավունքների օգտագործումը, հնարավորությունների օգտագործումը, այդ բարոյականության հոգեբանական պակասը եւ եթե ասում են ասենք նույնիսկ օրինակ մի հատ կոպիտ օրինակ դիպուկ օրինակ բերեն որ հասկանան ասում են խոսքի ազատություն չէ հա արդներ որ զրուցում ենք մարդկանց հետ ես ասում եմ ես ուղղակի ձեզ հարց եմ տալիս մի կարևոր հարց որը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում այդ որ տեսակի խոսքի ազատության մասին է խոսքը այսինքն փակագծերը որ բացեք Այսինքն, խոսքի ազատություն, այո, մարդը ունի հնարավորություն ազատ խոսելու, հնարավորությունն ուրիշ է, իրավունքը լրիվ ուրիշ է։ Հիմա այստեղ հարցը գնում են ասին, որ խոսքի ազատությունը վերաբերում է շնորհքով խոսքին, բարոյական խոսքին։ Լավ, բայց ով է այդ սահմանը սահմանել շնորհքով, անշնորհք։ Ես եմ ու խոսքի ազատությունից օգտվում դա սահմանված չի, որ ասենք սահման դնեին։ Եթե ասում ենք ձեզ թույլ ենք տալիս ազատություն, բայց մի բան իմացեք, որ ազատությունը չպետք է լինի սանձարձակություն։ Չպետք է լինի արհամարանքի դրսևորում մյուսի նկատմամբ։ Ես հասկանում եմ, ներողություն որ ընդհատում եմ, բայց արդեն եղել է ու կա ու այդպես է, ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Ես ինչի համար եմ այս հարցը տալիս, որովհետև ես ուզում եմ մի քիչ ավելի խորացնեմ մեր զրույցը եւ սիրելի երուսաղեմցիներ, ներողություն Տիգրան ջան, դուք էլ լավ կլինի որ մասնակցեք մեր զրույցին, որովհետև հարցս մոտավորապես սա է։ Այ Հայաստանում ասենք Ես չեմ ասում Հայաստանում ամեն ինչ շատ այլ կերպ է, այնտեղ էլ հիմա բավական ազատություններ կան եւ կանայք շատ ազատություններից են օգտվում եւ մենք տղամարդիկս գտնում ենք որ դա երևի թե ված չէ, բայց երբ չարաշահում են իհարկե մեզ դա դուր չի գալիս։ Այ այստեղ չի կարող տղամարդը կնոջ վրա ազդել այնպես, ինչպես կարող է Հայաստանում, որովհետեւ այստեղ գիտեք զանգի պոլիս կգան եւ ուրեմն կարող է նույնիսկ ամուսնուց զրկեն կնոջ եւ երեխաների հետ ուրեմն տեսնվելու հնարավորությունից եւ այդպիսի դեպքեր էլ այստեղ կան եւ ուրեմն ես նայում եմ եւ տեսնում եմ նման դեպքերում ցավով եմ սա ասում դա մարդկանց անզորությունը որովհետեւ կա օրենք որը գրեթե միշտ որքան ես հասկացա պաշտպանում է կնոջը այստեղ
Չգիտեմ ինչու է այդպես, երևի թե այդպես է պետք, երևի թե դա է դեմոկրատիան ազատությունը, բայց կանայք էլ երբեմն օգտվում են այդ օրենքից եւ ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Մյուս կողմից այս մասին ավելի շատ խոսում են տարիքով մարդիկ, կանայք, տղամարդիկ, երիտասարդ տղաները, որքան ես հասկանում եմ, ինչ որտեղ համակերպվել են այս մտքի հետ, որ իրենց տարիքի աղջիկները կարող են շատ ավելի ազատ իրենց պահել։ Սա լավ է, վատ է, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում անսովոր է։ Ինչ կասես այդ կապակցությամբ, եւ դուք էլ հեռուստադիտողներ սիրելի, ինչ կասեք։ Եվ հիմա ամենակարևորը, շատ կարևոր հարց է սա, նորից գալիս ենք այն մտքին, ով ինչպես է այդ հնարավորություններն օգտագործում։ Իր գիտակցական մակարդակով, իր շնորհքի մակարդակով, ամեն ինչի հնարավորություն մարդը ընդհանրապես ունի բնությունից։ Դեզերքից տված այդ ազատ կամք, որ ասում են, ազատ խոսք, կա հնարավորություն, բայց չկա այդ հնարավորությունը շահագործելու, չարաշահելու իրավունքը չկա։ Իսկ իրավունքը հարցնում են, որքան ես գիտեմ, իրավունքները շատ հաճախ չեն հարցնում։ Ուղղակի անում են այն ինչ որ իրենց սիրտն ուզում է եւ դրանով վերջանում։ Պատճառը այստեղ գալիս է այդ օրենքների որոշակի թերի ձևակերպումներից։ Որտեղ մանավանդ երբ որ օրենքից են սկսում խոսել, չի ասում, ահա այսպես է գրված, այս հոդվածով այսպես եւ այդ գրված օրենքով էլ ոմանք եւ պաշտպանվում են եւ ասենք չարաշահում են, ինչպես իրենք են իրենց նպատակներին համապատասխան, իրենց շնորհքին համապատասխան։ Այստեղ արդեն ինչպես են օգտագործում այդ եղած օրենքը, բայց եթե այդ օրենքների մեջ դրվեին չափանիշներ, ինչպես ասացի, ազատ խոսքի իրավունք, բայց որ տեսակ խոսքը ունի ազատություն։ Եվ ձևակերպվեր այսպես, որ այսինքն փակագծի մեջ կողքից ասվեր, որ ազատություն իրավունք ունի խաբեության խոսքը, իրավունք ունի զրպարտության խոսքը։ Իսկ ինչու է տրված լեզուն, նույնիսկ ասում են, չէ, լեզուն մտքերը քողարկելու համար է դեպքում ինչու է տրված լեզուն, ինչու չօգտվենք մտքերը քողարկելու հնարավորությունից։ Միշտ չէ, որ ճշմարտությունը կասես մարդու երեսին, երբեմն էլ պետք է ոչ այնքան ճշմարիտ լինել։ Այդպես եմ թե չէ, ես ներողություն, Իvan ջան, մի շատ կարճ պատմություն պիտի հիշեմ, որ ինչ որ մեկի դուրը ծեծում են, տանտերը ասում է, ով է, ասում է ճշմարտախոս մարդ եմ, տեղ չունեմ, ասում է, հա, դու երևի լավ մարդ ես, արի մեր տուն, որովհետև ճշմարտությունը ասողը տեղ չունի։ Առավոտյան արթնանում են եւ հյուրը նայում է տանտիրոջ դեմքին ու ասում է, վայ դու քյոր ես, որովհետև մի աչք չունի։ Տանտերն էլ ասում է, եթե դու այդ տեսակ ճշմարտություններ ասող ես, ուրեմն թող գնա իմ տնից, որովհետև կան ճշմարտություններ, որոնք պետք չի ասել, կան ճշմարտություններ, որոնք պետք է քողարկել, եւ երբեմն լեզուն տրված է հենց դրա համար։ Այստեղ այդ մենք մոտենում ենք, ինչպես տեսնում եք արդեն եւ որ ներկայացում ինչքան նրբություններ կան, ինչքան ավելի խորքային հարցեր են բացահայտվում, իմանալով արդեն կյանքի հարաբերությունների փորձը, շահագործման, շնորհքի եւ արհամարանքի, մենք տեսնում ենք ամբողջ նրբությունները, որտեղ իրոք պետք չի ճշմարտություն ասել, բայց որ տեսակի ճշմարտության մասին է խոսքը։ Կան ճշմարտություններ, որոնք, ասենք, համընդհանուր են, համամարտկային են, բնության, համատիեզերական, կան ճշմարտություններ, ասենք, հոգևոր, բայց եւ կան ճշմարտություններ փաստերի, դեպքերի, իրականության, շարժու ձևի։ Այ հիմա խոսքը սենց այդ իրականության մասին է, Տիգրան ջան։ Ես ուզում եմ իմանալ ինչպես պիտի պահի այստեղ հայկինը իրեն եւ հայ տղամարդը, որ այն կոնֆլիկտները, որոնք առաջանում են ընտանիքներում եւ մեկը չեն, երկուսը չեն, 10-ը չեն, չառաջանան, որովհետեւ երբեմն այս խոսքներն եմ լսել, եկավ այստեղ ազատությունը տվեց գլխին ու հիմա որոշել է այդ ազատությունից օգտվել։ Ես գիտեմ ընտանիքներ, որոնք բաժանվել են այն պատճառով, որ կանայք սկսել են իրենց ավելի ազատ զգալ այստեղ, քան էին առաջ։ Այսինքն սկսել են օգտվել ազատություններից, որոնք առաջ չունեին, եւ ասենք հասարակությունը ինչ որտեղ նույնիսկ կպախարակեր նրանց այդ ազատություններից օգտվելու համար, իսկ այստեղ այդ ազատությունները ունեն եւ ուրեմն օրենքն էլ իրենց կողմն է եւ գնալու բան ասա, ոչ չես կարող անել։ Ամենալավ ինչպես ասում են տղան եղել, ինչ ես անելու։ Տվյալ դեպքում նշենք նաեւ հետեւյալը. օգտվում են հնարավորությունից, բայց չարաշահում են։ Բայ հենց չարաշահումը ուրիշ բան է, արդեն այստեղ դրամա ես նշեցի, որ դրա եթե որևէ բան տրված է հնարավորություն, եթե օրենքների մեջ ձևակերպված չեն, որ ասենք տրված է ձեզ հնարավորություն, բայց տրված չէ իրավունք այդ հնարավորությունները շահագործելու, չարաշահելու, այդ ձևակերպումները չկան, ես համոզված եմ օրենքների մեջ չկա այդպիսի ձևակերպում։ Եթե օրինակ մարդիկ էլ իմանային, հայտնի լիներ, որ կան այսպիսի օրենքներ, որ այս տրված հնարավորության մեջ տրված չափանիշներ են տրված, սահմաններ, մարդը իմանալով որ ընդհանրապես օրենքով էլ սահման է տրված, նա արդեն եթե օրենքից վախենում է եւ օգտվում է, ինքը արդեն կիմանա, որ այնտեղ օրենքի մեջ արդեն գրված է, ասում է, ախր գրված է այսպես, չէ՞։ Նա արդեն կտեսնի, որ նայել է գրված։
Հասկանալի է, բայց Բայց երբ որ դա- շոտ է այդ ամեն ինչը Տիգրան ջան, համաձայնում եք, որովհետև ես դժվարանում եմ հասկանալ, գրած է, բայց գրած է, ասենք օրենք չչարաշահեք եւ ասենք մնացեք այսին շրջանակներում։ Մենք հիմա օրենքից այդքան չենք խոսում, ինձ թվում է, չնայած ես որ ասեմ, երևի թե նաեւ օրենքից ենք խոսում, ուղղակի մի քիչ բարդ է բոլորիս համար։ Մի քիչ կարելի է խճճվել, որովհետև չես կարող մարդուն պարտադրել, որ ինքը ապրի այնպես ինչպես դու ես ուզում, ինքը ուզում է ապրել այնպես ինչպես ինքն է ուզում, եւ սա վերաբերում է եւ տղամարդուն եւ կնոջը։ Եվ այստեղ իրավահավասարություն է եւ չես կարող որևէ մեկին ստիպել, գուցե թե կան կանայք, ում որ կարելի է ինչ-որ բաներ ստիպել եւ նրանք էլ ձայն չեն հանի, երևի թե այն կանայք, որոնք Հայաստանում են ծնվել, մեծացել են, արդեն միջին տարիքից ավելի բարձր են եւ սովորել են այդ փոխհարաբերություններից, բայց կան երիտասարդներ, երիտասարդուհիներ ավելի ճիշտ, որոնք որ օգտվում են իրենց բոլոր իրավունքներից եւ օգտվում են ռուսիա ասած «Будь здоров» այնպես, ոնց որ իրենք են գտնում եւ նրանց դժվար է մեղադրել, որովհետեւ նրանք ամեն ինչ որ տեսնում են օրինակ նայում են ամերիկյան հեռուստատեսություն, որտեղ ինչ ասես ցույց են տալիս եւ չեն ուզում ետ մնալ եւ ունեն ներողություն ահավոր շատ ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան բերում է նրան, որ իրենք ուզում են ապրել այնպես ինչպես ասենք ամերիկուհիները, բայց իրենք հայուհիներ են եւ դժվար է ուրեմն հայ երիտասարդի համար, հատկապես հայ երիտասարդի ծնողի համար այս բարիերը անցնելը ոնց։ Հիմա մոտեցանք մի կարևոր ձևակերպման, որը հայտնի է բոլորին։ Գիտակցությամբ պայմանավորված կեցություն եւ կեցությամբ պայմանավորված գիտակցություն։ Այսինքն կա փոխադարձ ազդեցություն։ Կեցությունը որպես հնարավորություններ կարելի հաշվի առնել նաեւ, թե բնաբնության վիճակ, թե քաղաքական վիճակ, թե օրենքների վիճակ, ասենք օգտվելու կեցություն, որ դրված է եւ օգտվում եւ կա գիտակցություն։ Մեկը մյուսի վրա ազդում է։ Հիմա երբ որ մարդը գիտակցաբար ստեղծում է համապատասխան օրենքներ, համապատասխան դաշտ մարդու գործունեության ապրելակերպի եւ հարաբերությունների, Այսինքն այդ ստեղծված օրենքների սահմանումները մարդու գիտակցության վրա ազդում են եւ տեսնելով չափանիշներ իրավունքի այդ ազատության եւ որոշ չափազանցված, այդտեղ կասեի, ես կասեի չափազանցված է այդ ազատությունը։ Չափազանցված է, չէ՞ ազատությունը։ Չափից ավել, որտեղ հենց չկան այդ ազատության նորմերի չափանիշը ձևակերպված չի։ Բայց մյուս կողմից Ամերիկա է, որ հենց նրա համար, որ տարբեր աշխարհից տարբեր ժողովուրդներ եկել են, լսել են եւ ուրեմն ամեն մեկը ազատության իր հասկացողությունը։ Եթե այստեղ մենք խորանանք արդեն, բացատրություն կա, թե չխորանանք այդ հարցի մեջ, մենք բացատրություն չենք տա։ Ես միանգամից ասեմ, այստեղ ամեն ինչ քաղաքականացված է։ Եվ այսօրվա դրությամբ աշխարհում ամեն ինչ արդեն քաղաքականացված է։ Թե հոգեվորական հարցերը, թե կրոնական հարցերը, թե պատմության այսօրվա վիճակով կա միտում ամեն ինչի քաղաքականացման։ Ինչու համար։ Որովհետև եթե ձևակեր եւ կան ասենք մարդիկ, որոնք ասենք բնությունից իրենց բնավորության համապատասխան կամ անշնորհք են, կան այդպես եւ կան իհարկե ով է ինչ ասում։ Հիմա քաղաքականությունն է մեղավոր թե չէ այս ամեն ինչը։ Կան որոնք ովքեր անում են դիտավորյալ։ Հենց երբ որ օգտվում են այդ առիթից։ Դիտավորյալ անողները։ Այդ դիտավորությունները որ կան, դիտավորություններ կան։ Ու երբ որ նայում ես մարդու դեմքին, զգում ես որ դիտավորյալ է անում։ Դա զգացում է այդ պահին, թե խոսելիս։ Ներողություն, շատ ներողություն, Տիգրան ջան։ Ուրեմն եւ այստեղ այդ ամենը խառնված է։ Այո։ Եվ դիտավորությունը եւ հնարավորությունների չարաշահման, այդ չարաշահման հնարավորությունն էլ է չափազանց։ Ես ուզում եի ասել, ուրեմն նախ որ մենք պիտի մեր զրույցը ընդհատենք, որովհետև գովազդ ունենք մեր չափազանց հետաքրքիր զրույցը, եւ երկրորդը կուզեի իմանալ, մենք հեռախոսազանգ ունենք թե չէ, ես լավ չեմ կարողանում հասկանալ։ Փորձենք գուցե թե մեզ այնուամենայնիվ զանգել։ Հելո։ Հելո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես տեսնում եք, ոնց որ թե ոչինչ, փորձում ենք ուրեմն լավ լինել։ Դուք ոնց եք։ Լավ, մերսի։ Ես ճիշտ ասած համամիտ եմ ձեզ։ Ում հատկապես մեզանից։ Չէ, այս մենք առաջի իրար չենք հակառակվում։ Չէ, չեք հակառակվում։ Չենք հակառակվում, չէ։ Խոսք եք գալիս իմ կարծիքով։ Ահա, եւ ինչ խոսք եք գալիս։ Ուզում ասեմ, որ ազատությունը վատ բան չի, բայց բարիությունը ավելի լավ բան է։ Եթե մարդ բարի լինի, այո, ազատությունը ճիշտ կտեսնի ինչպես օգտագործի։ Հիմա եթե ինձ ամուսինս ազատ է թողնում, չի նշանակում ես պետքա չարաշահեք բաներ անեմ։ Նշանակում է, որ պետքա ես իմ ընտանիքիս համար որոշեմ, ասենք, ինչպես այդ բարիությունը, այդ լավ ազատությունը օգտագործեմ։ Լավ, իսկ երբևէ եղել է, որ դուք թեկուզ մտքում կամ մի փոքր չարաշահում անեք, հետո որոշեք, որ չէ, այնուամենայնիվ չարժեր, որովհետև այս երկիրը բազմաթիվ գայթակղությունների ուրեմն հնարավորություն է տալիս, շատ են, եւ տղամարդկանց, եւ կանանց։ Ինչ եք կարծում։ Եղել են պահեր, որ մտածել եք չարաշահեք։
Չարաշահելը երբեք չեմ մտածել եմ, որ ավելի ինչպես կարելի է լավ օգտագործել, եթե ազատությունը ունեմ, ասենք Հայաստանում տարբեր է, հիմա այստեղ տարբեր է, բայց ոչ թե վատ ինչ-որ մի վատ քայլի դիմեմ։ Ուղղակի ավելի լավ իմ ընտանիքս, իմ ամուսինս աշխատում է, ժամանակ չունի։ Այո։ Ես եմ իմ երեխաներին որոշում, ինչպես ասենք ակումբների մեջ դնեմ կամ ասենք Այո, հասկանալի, ինչպես իմ ընտանիքս ես ոնց մեծ ասենք երեխաներին ինչ ուղղությամբ, ինչ, այո։ Այո, իհարկե, ավելի պետքա առաջինը բարի լինի եւ չարաշահի իր ազատությունը։ Հասկացանք, լավ, մենք ձեզ հասկացանք, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ուրեմն գնանք գովազդային դադարի, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր չափազանց հետաքրքիր զրույցը, ուրեմն ազատությունների եւ հատկապես կանացի, ես կասեի ազատությունների մասին մի բան, որ մեր բոլորի համար մի քիչ նոր է եւ ինչ որտեղ նույնիսկ օտար։ Կվերադառնանք գովազդից հետո, ընտրեմ։ Հեռուստադիտողներ, մենք վերադարձանք մեր տաղավարը, եթերում Սոնա եւ Քրիս շոուն է, որն այսօր ես վարում եմ մենակ, Քրիս Մանարյանս, ասեմ, որ մեր հաղորդման հովանավորն է Պոլ Ժարդենը, որը ունի հիանալի հրաշալի մեծ հավաքածու տղամարդկանց հագուստի եւ ուրեմն ուզածը ճաշակի, ուզածը տեսակի կոստյում եւ ոչ միայն կոստյում, շապիկներ, վերնաշապիկներ, փողկապներ, կոշկեղեն ամեն ինչ կարող եք գտնել Պոլ Ժարդենում, այնպես որ ես պարզապես խորհուրդ եմ տալիս այն տղամարդկանց, ովքեր սիրում են ճաշակով հագնվել, գնալ եւ ընտրություն կատարել հենց Պոլ Ժարդենում։ Իսկ տեսանյութեր մեզ սիրելի հեռուստադիտողներ տրամադրում է Glenox վիդեո հաստատությունը Glenox վիդեոն, որը արդեն քանի տարվա համբավ ունի եւ որից օգտվում են մեր շատ ու շատ հայրենակիցները եւ որտեղ կարող եք գտնել հայերեն, ռուսերեն, անգլերեն ֆիլմեր, իսկ երաժշտություն ինչ կարգի ասես։ Մենք հեռախոսազանգեր ունենք Տիգրան ջան, մենք պիտի նրանց անդրադառնանք։ Hello։ Հալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես միասին որ դեռևս Պոլ Գոգենը ֆրանսիացի անջատնկարիչ։ Այո։ Նկարի իր վերջի գործը, երբ որ արդեն մահանում էր իր վերջի տարիներին, նկարեց իր վերջի գործը մարդկային առեղծվածը, որը հիմնականում վերաբերում էր կանանց։ Այո։ Այսինքն նա պատկերացնում կինն է, որ մարդկային առեղծվածն է։ Ինչ իմաստով, որովհետև կինը ինքը որպես հակառակսեր կամ թոլեյակ նա բանեկատ է, բայց գլոբալ մտածողություն չունի, որն ունի տղամարդը։ Այդ իսկ պատճառով նրանք ամբողջանում են հենց այդ առումով։ Այսինքն այն որ կարող է տղամարդը չի կարող կինը եւ այն կարող որ կինը չի կարող տղամարդը։ Դա է ամբողջության հիմքը, ամբողջության էությունը։ Այ մեր ասածներն են, որ հիմա կինը ձգտում է անել այն ինչ որ ինքը չի կարող, բայց քանի որ օրենքին են թույլ է տալիս, ինքը շատ ուզում է անել։ Բա մենք ինչ անենք։ Այն անեկդոտի պես որ ասում մի բան մեզ մնաց, այդ համբալի պես քաշկուտակ բևրին այդել իրենցն է, այդպես է թե չէ։ Ես անգել եմ ձեզ լսեմ, թե դուք ինձ։ Ես կուզենամ ձեզ լսեմ, ես կարճ խոսեցի, դուք երկար խոսեք։ Ուրեմն բանն նրանում է, որ ձեր ասածի նման կնոջ հասկացողությունը դա հոգեբանական է, հասկանում եք, այդ ամբողջը դա կատարյալ հասկացողություն պետք է լինի։ Մենք անկատար մարմիններ ենք, մեր յուրաքանչյուր տված հարցը պատասխանը եւ այլն նույնպես անկատար են։ Մենք կատարյալ լինել չեն կարող։ Որտեղ մենք ենք անկատար։ Բայց պիտի ձգտենք, չէ՞ կատարելության։ Ինչքան է ձգտել, չես կարող կատարյալ դառնալ, ոչ էլ կարող ես կատարյալ բան ասել։ Ուղղակի դու ոչ թե պետք է ձգտես, այլ Աստծո կատարյալ խոսքը լսես։ Որ նա է միայն կատարել եւ ամեն ինչը մնաց, ասում է սիրիր կնոջդ։ Կնոջ ասում է սիրիր քո տղամարդուն, սերն է որ ամեն ինչը կտրգե։ Եվ ազատության նորմաները եւ ամեն ինչը։ Նորմատիվներ չկան այդպեսին։ Կա սիրո նորմատիվը, որը իր մեջ են գրքում բոլոր նորմատիվները։ Լավ, իսկ դուք որտեղից եք զանգում, դա էլ ասեք, խնդրում եմ։ Բրբենքից եք զանգում։ Շատ շնորհակալություն սիրելի հեռուստադիտող, որ մասնակցեցիք մեր զրույցին։ Հետո մի րոպե կներեք մի բան ասեմ ձեզ հետ ասած եմ։ Միայն կարճ խնդրում, այո։ Շատ կարճ։ Ուրեմն ամբողջություն են, հասկանում եք բանը, այդ ինքը որ ասում է գիտակցությունը եւ էությունը ձեր կողքի ընկերը։ Ասում են գիտակցությունը կեցությունը դա առանցին կատեգորիա չի, դրանք մի ամբողջական են, առանց դրա չկա մյուսը։ Մեկը մեկին հետևանքն է, որտեղ ամբողջ տեզերքը ինքը ամբողջությունների ամբողջություն է։ Առանց ամբողջության ոչ մի բան չի լինում։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիեզերքը ամբողջությունների ամբողջություն է, բայց տիեզերքում կա երկիր մոլորակը, Լոս Անջելես քաղաքը, որտեղ ուրեմն երբեմն որոշ
ազատություններ կանանց կողմից չարաշահվում են։ Ես չեմ ուզում հիմա որևէ մեկին պախարակել, նորից եմ ասում, ես հեռու եմ այդ մտքից, բայց ցավոք եւ երեկվա պատահածը ոնց որ թե եղած մի մեծ բան չէր, բայց ինձ ահա որ վրթովեցրեց, որովհետեւ երիտասարդ գեղեցկադեմ, ուրեմն հայ կինը տղամարդուն ճանապարհ չտվեց, ոչ միայն խախտեց ամերիկյան օրենքը, Հայաստանում էլ դա ցանկալի բան չէ, սովորել ենք արդեն փողոցը մեքենաները ճանապարհ չեն տալիս մարդկանց եւ այլն, բայց այստեղ դա շատ տգեղ է դիտվում, որովհետեւ ես ամեն հայի համարում եմ իմ եղբայրը եւ քույրը եւ հանկարծ իմ քույրը իմ հանդեպ այդ տեսակ բան է անում։ Եթե ես չկանգնեի, չգիտեմ ինչ պիտի լիներ։ Քրիստի, միջալից մի բան պետք է հաշվառ, որ բոլորը արդեն գիտեն, այստեղ հասկացան ապրելուց, ես էլ հասկացա։ Սա այն երկիրն է, որի դրվաստներով բացահայտում է մարդու իրական բնավորությունը։ Այս բոլորը դա անկընդունում են ասում, որ այո, այստեղ բարի մարդը, որտեղ է լինի, այլի բարի է մնում։ Կեղծավոր մարդը ուղղել գնա կեղծավոր է մնում։ Շահագործողը էլի շահագործում է, իհարկե ամեն տեղում նայած ինչ հնարավորություն կունենա։ Կատալիզատոր է այս երկիրը, այսինքն բացահայտվում է ամեն ինչը։ Այ բացահայտումներ։ Հիմա տեսնենք հերոստատիտողն ինչ բացահայտումներ է անում։ Ներողություն։ Հելո։ Այո, լսում ենք ձեզ։ Կարող եմ խոսել։ Կարող եք, որտեղից եք զանգում, դա ասեք, խնդրում եմ։ Ես ողջունում եմ իհարկե այսօր, ինչպես հասկացա, ազատության մասին է խոսքը, այո։ Կարելի է այդպես հասկանալ կանանց ազատությունների մասին, չնայած կին չկա այսօր ցավոք մեր հետ, բայց ես բացեցի եւ բավական շատ հետաքրքիր կներեք, ես ուղղակի ձայնը շատ իջեցի, չեմ լսում ձեր ձայնը։ Okay, շատ ճիշտ հարցադրում է այս հարցադրումը։ Ես կցանկանայի մի քիչ ուղղել սլակը դեպի տղամարդկանց կողմը, քանի որ էլի մեր կողմն եք ուզում։ հասկանում եմ, այսինքն վերցնելով որ մանկավարժ եմ մի քիչ, մի 35 տարվա փորձ ունեմ, եւ մարդկանց հոգեբանությունը ճիշտ է շատ հասկանում եմ, չեմ կարող այսպես ասել, որ շատ եմ հասկանում, բայց որոշ չափով։ Հասկանալի։ Կդրակերպեմ այսպես իմ խոսքս։ Այս Ամերիկայի անսահման ազատությունը վախեցրեց տղամարդկանց, ավելի ճիշտ մեր հայ տղամարդկանց։ Ահա։ Եվ նրանք կառուցեցին մի պատ իրենց եւ կանանց միջեւ, որտեղ իրենք չեն հասկանում իրար եւ հենց դա է, այս է հենց հարցի հարցադրումը, որ այս ազատությունը ճիշտ չհասկանալու, ոչ տղամարդը ճիշտ հասկացավ, ոչ կինը։ Ահա։ Հետաքրքիր բաներ եք ասում։ Այո, եւ դրա համար ընտանիքներ այսպես քայքայվում են։ Իմ իհարկե խոնար ծառան, ինչպես ասում են, իմ կարծիքն է դա, ելնելով այս մեր ամբողջ այս հասարակության, որը շատ ցավոտ հարց է։ Այո։ Եվ պետք է գտնել, գիտեք ինչ, միջին մի մակարդակ, տղամարդը պետք է միջամտի, տղամարդը պետք է զիջի եւ կինը նույնպես։ Լավ, շնորհակալություն։ Հասկանալի է, կներեք, որ ձեզ ընդհանուր եմ, որովհետև հեռախոսազանգերը շատ են, սիրելի տիկին։ Ես եւ կարծում հեռուստադիտողը ընդհանուր առմամբ հասկացանք, թե դուք ինչ եք ուզում ասել։ Մենք խնդրում եմ ասեք նաեւ որտեղից եք զանգում։ Ես զանգում եմ Orange County-ից, Huntington Beach։ Ապրում եմ Huntington Beach-ում։ Huntington Beach, ներողություն։ Շնորհակալություն հեռախոսազանգի համար մասնակցեք մեր ծրագրին ընդհանրապես, որովհետև մենք միշտ պիտի փորձենք հետաքրքիր թեմաներ բարձրացնել։ Շնորհակալություն։ Իմիջիայլոց Քրիստի, մի բան կարևոր բան ավելացնել, որ պետք է մարդիկ նկատի ունենան։ Քանի որ մարդը ապրում եւ կա ղեկավարություն ընդհանրապես, կառավարություն, ղեկավարություն, իշխանություն, թե եկեղեցի, թե հավատք, որոնք զբաղված են իրենց պարտավորություններն հենց մարդկանց սովորեցնել, այդ չափանիշները կրթել սովորեցնել։ Ցավոք սրտի, այն ինչ որ պետք է չեն սովորեցնում, հենց այստեղից է գալիս ամբողջ խնդիրը։ Խոսում են, ասում են ու տալիս են օրենքներ, գնացեք, օգտվեք, բայց այստեղի դպրոցներում հասկանում ենք ինչ է կատարվում, ավելի շատ ինչ են սովորեցնում, ավելի շատ ինչ ուղղությամբ այլասերումները, ֆիլմերը, այդքան ֆիլմերի առատությամբ, այդ տեսակ ֆիլմերով ինչ կարող է, ինչ բարոյականության մասին կարող է խոսել։ Բացարձակ։ Ուրեմն Տիգրան ջան, մենք պատասխանատվություն վերադառնանք սրան, որովհետև սա հետաքրքիր է, բայց մենք նորից պիտի ընդհատենք մեր ծրագիրը, որովհետև մենք նորից գովազդի ժամանակ ունենք եւ ուրեմն խնդրում եմ, որ ինձ հասկանաս եւ հեռուստադիտողն էլ հասկանա, որովհետև մեր ծրագիրը Սոնա եւ Քրիս շոուն հենց գովազդներով է, որ դուրս է գալիս եթեր եւ սա պարտադիր պայմանն է ուզածը, ուրեմն անկախ հեռուստատեսությունում ծրագրերի գոյատևման, բայց սա չի նշանակում, որ պիտի համբերեք, որ գովազդը անցնի, ոչ, դիտեք մեր գովազդները, անպայման հետաքրքիր բան կգտնեք դրանց մեջ, իսկ մենք բառացիորեն մի 2-3 րոպեից կվերադառնանք եւ մեր շատ հետաքրքիր զրույցը, որին այքանի հոգի ուզում եք մասնակցել հեռուստադիտողներից, կշարունակենք Սոնա եւ Քրիս շոուի եթերում գովազդ է, սիրելի հեռուստադիտողներ, գնանք գովազդի։
Երեստայտոներ, եթերում Սոնայով Քրիշոուն է, մեր հյուրն է Տիգրան Ոսկերչյանը, մենք փորձում ենք խոսել ազատություններից եւ ազատության չարաշահումից եւ ուրեմն մեզ շատ հուզող նման հարցերից, որովհետեւ այս երկրում շատ հաճախ ազատությունը չարաշահվում է եւ դա իհարկե ցանկալի հետևանքների բերել չի կարող։ Ինչ է պետք անել։ Մենք ունենք հեռախոսազանգեր։ Hello։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ասել, որ լավ կլիներ, որ Սոնա Մանսուրյանը եթերում լիներ։ Շատ լավ կլիներ, բայց Սոնա Մանսուրյանը այսօր զբաղված է։ Ես անելա համար, որ Սոնա Մանսուրյանը եթերում է, մտածեցինք նորուժ է, ես ասած հետաքրքիր շատ լավ կլինի։ Քանի որ ընդհանրապես ծրագրերի ժամանակ հիմա այնպես է եղել, որ փողոցի տուն բռնեն, բերում նստեցում են ու եթեր հոգնել են արդեն։ Հոգնել եք արդեն, ես ձեզ խորհուրդ կտամ։ Բերում նստեցում են ու եթեր ուրիշ ծրագրերը, լավ կլինի, որ դուք էլ չհետևեք դրան եւ Սոնա ներկալինի ծրագրերի ժամանակ այսքանը։ Շնորհակալություն, ես իհարկե լավ չհասկացա ես հերոսազանգողի միտքը հասկացա։ Հերոսադիտողը միտք ուներ Ես անգամ զայնից մարդկանց կարող եմ ասել արհամարական բնավորություն ունի։ Հա թող ունենա։ Նա ուզեց ինձ գոհուց ինձ նայմյոկ արեց, թե եսով եմ որ Նայմյոկ ձեզ։ Իմանալով ինձ։ Այսինքն ձեզ իմացող մարդ էր զանգ։ Այստեղ սանդրանք կա։ Իմացող մարդ էր։ Դուք ընդհանրապես մարդկանց խոսալու ձևից զգացում եք թե ինչ նպատակով է զանգում։ Ես ուրիշ բաներ կարող եմ ձեզ ասել։ Նախ ես արդեն ասացի, սիրելի հերոսադիտող բոլոր դեպքերում։ Վիրավորական խոսքը ներողություն։ Այո։ Փողոցից մարդ եք բերում։ Ես վատ չեմ զգում, բայց ինքը վատը զգաց ինձ տեսնեմ։ Վատ չզգացիք, բայց որ այդ տեսակ։ Որտեղ հասկացել անցավ բոլոր դեպքերում սիրելի հերոստատիտող, որովհետև Տիգրան Ոսկերչյանն իրեն վատ չզգաց ձեզ հակառակ, բայց ես նաև ձեզ խորհուրդ կտամ ավելի ուշադիր լինել, որովհետև հաղորդման սկզբում ես արդեն ասացի, որ Սոնան այսօր բացակայում է հարգելի պատճառով վաղը նորից կլինի եթերում։ Եվ ընդհանրապես ես ձեզ խորհուրդ կտամ, մենք տղամարդիկ ենք, իհարկե դուք կին եք, մի քիչ ավելի ուղիղ արտահայտվեք։ Եթե որևէ մեկին չեք հավանում, ասեք որ չեք հավանում, ոչ թե փողոցից բերած մարդ եւ այսպես, ինչպես ներողություն երբեմն անում են կանայք։ Միանգամից ասեք ձեր ասելիքը։ Շատ ուրիշ բաներ պատճառներն ասել, բայց չեմ ուզում եթերի։ Իսկ ինչի՞ չեք ասեք պատճառները։ Այսինքն պատճառը նաև այսպես դեպքերում իմանալով ինձ, ես ընդհանրապես ինչերի մասին եմ խոսել, ուղղակի ասեմ, մարդիկ ճանաչում են ինձ, քանի տարի խոսում եմ, շատ լավ գիտեն ինչի մասին խոսել, ինչին եմ հակադրվել, ինչերն եմ մեղադրել, եւ ում մասին եմ խոսել անգամ։ Եվ այդ մարդիկ չեն ընդունում ձեզ։ Նրանք անպայման ինձ խետ են նայում եւ ինքնին արդից օգտվելով իրանց խելքով ուզում են ինձ վատություն անել։ Վատ, ասենք վիրավորել։ Իսկ դուք վիրավորվում եք թե չէ։ Բոլորովին, երբ արդեն ինչպես է ասում, բոլորովին չեն վիրավորվում, որտեղ արդեն գիտեմ ով է ինչ է եւ հենց դեռ դա էլ պաշտպանական մեթոդ է, որ ինչքան է մարդուն ուզում են ցավեցնել վիրավորել, մի ինքան չի վիրավորվում եւ ի վերջո ուրեմն երբեմն դառնում են դիտավորյալ, որ մարդը վատ է զգա։ Այո։ Ուրեմն հերոսադիտողներ, ձեզ բոլոր դեպքում խորհուրդ եմ տալիս։ Ես բաց խոսող եմ։ Այո, Տիգրան Ոսկերչյանը բաց խոսող է։ Մի վիրավորեք, որովհետև անիմաստն նա միևնույնն է չի վիրավորվում։ Որովհետև ընդհանրապես եթե բան ունեք ասելու, ասեք, խոսեք ըստ էության, իսկ այսպես, ինչպես մենք արդեն ասացինք, ցանկալի չէ որ խոսեք, բայց հետ չեք վիրավորվում, պարոն Ոսկերչյան։ Գիտեք, ասենք մի քիչ հոգու խոսում։ Այն իմաստով զգում ես որ տհա չէ, անդուր է, բայց վատ չեմ զգում։ Վատ չեք զգում։ Որ մարդը իր մեջ ասենք սկսի մտածել վատ է զգա։ Այո։ Հելո։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր հաղորդման համար, որտեղ ամեն օր մի նոր թեմա եք շոշափում եւ շատ կարեւոր։ Շնորհակալություն։ Դուք ելեք վատ բաներ ասելու, թե լավ բաներ եք մեզ ասելու։ Ընդհակառակը ես շատ շնորհակալ եմ, որ դուք օգնում եք մարդիկ իրենց մտքերը մեկնաբանեն, իհարկե ձեզ ճիշտ հասկացող մարդիկ։ Ուրեմն ինչքան որ հասկացա այսօրվա թեման խոսքի ազատություն կամ տղամարդ կին հավասարության մասին է։ Այո, այդպես կարելի ասել։ Ամեն մարդ իր յուրովի կարծիք ունի, ինձ թվում է, որ սխալ է այդ հավասարությունը, որովհետև երբեք չի կարող կինը տղամարդուն հավասար լինել։ Միշտ տղամարդը ավելի առաջ է ամեն հարցերով եւ թե ընտանիքի ղեկավարության հարցում, թե աշխատանքի մեջ, թե բնավորությունով եւ փաստը նաեւ են, որ եթե երկրի կառավարիչ անգամ ընտրում են ղեկավար, ելի մտածում են, որ տղամարդ լինի, որովհետեւ տղամարդու ուժերը ավելի մեծ է եւ գիտակցությունը ավելի մեծ է։ Ճիշտ է, բայց կին ղեկավարներ արդեն կան, գիտեք։ Դրան ոնց է վերաբերվում։ Չեմ հակառակում, ուղղակի ուզում եմ ասել, համամիտ չեմ այդ մտքի հետ, որ կին եւ տղամարդ հավասար լինեն։ Հավասար այսինքն
հավասարաչափ կարող են հարգանք ունենալ իրար հանդեպ։ Ապրեք։ Բայց այս երկրում այդ օրենքները ինչ որ կա, չի ցանկանա որ տարածվեն մեր երկրի մեջ։ Այո, մեր ժողովրդի մեջ։ Որովհետև հեչ ցանկալի չի։ Եվ այնուհանդերձ լավ վատ տարածվում է, ինչ խորհուրդ կտաք, ինչ անենք, ոնց անենք։ Գիտեք ինչ ասեմ, եթե իմ կարծիքն եք հարցնում, ես ասեմ, պիտի ամեն մարդ գիտակցի առաջին հերթին, որ հարգանք ունենա թե իր ամուսնու հանդեպ, թե իր հոր հանդեպ, թե իր տղայի հանդեպ, ընդհանրապես տղամարդ ասածի հանդեպ, որովհետև տղամարդը ինքը տարբեր մտածելակերպ ունի եւ կինը տարբեր, այո։ Տարբեր, կինը կարող է վարկանի տակ ամենավերջինը առանց մտածելու արտահայտվի։ Կարող է, չէ, այ ասեք թող իմանա։ Այո։ Այ վարկանի տակ ամենավերջին։ Ներողություն, ոչ թե առանց մտածելու, բոլորը առանց հաշվի առնելու թե ինչ է ասում, մտածելը բոլորը մտածում են։ Այո, լավ, հասկացանք, սիրելի հեռուստադիտող, շատ շնորհակալություն բոլոր դեպքերում հեռախոսազանգի համար։ Հավասարության պահին։ Դուք որտեղից եք զանգում, ներողություն տիկին։ Գլենդերից, շատ շնորհակալություն։ Հիմա խոսքը գնում է, այո, հավասարություն եւ իրավունք բառերը մենք պետք է կարողանանք զանազանել։ Հավասարությունը ընդհանրապես նայած ինչու են տեսնում հավասարություն, կարծես իրավունքների հավասարության իմաստով։ Այսինքն մարդ իր բնավորությամբ, իր հատկանիշներով աշխատելու հնարավորության, որ հավասար են, ասենք, իրենց դրսևորելու կյանքում, բայց չափանիշների հավասարությունները տարբեր են, այդտեղ հավասարություն չկա չափանիշների։ Բնությունից հայտնի, ինչպես կրոնական հարցերում հենց հայտնի է շատ հնուց եւ ասվել է, շատ վաղուց է ասվել, որ կնոջ դերը դա ոչ թե հնազանդ լինելն է, բայց ոչ թե ստկամոտորեն հնազանդ լինելը։ Այո։ Այլ հասկանալով իր դերը, որ ինքը նախ երեխա ծնող է, երեխա բերող է։ Դա նույնը ինչպես հողը ծիլ է տալիս, ասում են մայր հող։ Եվ այստեղ տիեզերական շատ լուրջ հարցեր կան, որոնք անտեսվել են դաստիարակության մեջ, հոգեբանության դասավանդման մեջ եւ կրոնական հարցերում, այնպես չեն ասում ինչ որ պետք է ասել սովորեցնել, եւ այդ բացատրությունների պակասն է, որ մարդկանց մոտ չկա այդ մտքերը։ Իսկ ինչու պակաս կա բացատրությունների, ով է բացատրողը, ես ասեմ, այստեղ էլ կա դիտավորություն, ամեն ինչ քաղաքականացված է, դրա մասին վաղուց եմ խոսել։ Աստծո անունից խաբում են, գիտենք այդ աղանդները թափած են 4 կողմը։ Աստծո անունից էլ խաբում են, մարդկանց խռովություններ են տարածում ու խոսում են Աստծուց։ Քրիստոսի անուն են տալիս, բայց Քրիստոսի անունից էլ խաբում են, ինչպես եւ ասվել է։ Հասկանալի, լավ, ես մի ուրիշ բան ասեմ։ Միտում կա այնուամենայնիվ։ Այսինքն ինչու մեկ ուզում են մեր տունը քանդած լինել։ Եվ ոչ միայն մեկը, այո։ Շատերն են։ Ուզում են հենց նպատակը քանդելու։ Լավ, իսկ նրանք ովքեր որ ասենք առանձնապես ուրեմն հոգևոր կյանքով հետաքրքրված չեն եւ Աստծո խոսքը այնքան էլ լավ չգիտեն, բայց այնուամենայնիվ մտնում են մեր այսօրվա թեմայի, այսպես ասած, շրջանակների մեջ, մեր շոշափած հարցերի, այսպես ասած, շրջանակում են, դրանք ինչ են, ասենք մարդ, որ առանձնապես հոգևոր կյանքով չի ապրում, բայց որը այսօր իրեն կարող է թույլ տալ ենթադրենք տղամարդը աշխատանք չի գտել, իսկ այդպես լինում է, կինն է գնացել աշխատելու, կինը տունը պահում է եւ ուրեմն վաղ թե ուշ գալիս է այն օրը, որ նա ասում է, գիտես, ես եմ տունը պահում, ուրեմն պիտի այսպես լինի, այսուհետև։ Այ եկանք հենց այն բարոյական չափանիշին, որ մարդը հանդերձ պիտի հասկանա պատճառները, նաև պիտի հասկացվի։ Եթե անտեսվում են պատճառների իմաստը, թե ինչու է այդպես, անպայման լինում է մեծամտական առամարական մոտեցում, բայց եւ որ թե կինը, թե տղամարդը հասկանալով վիճակը, ինչու չի կարող աշխատել, կամ ինչն է խանգարում, կամ ինչն է արգելքը, եւ որ հասկանում են պատճառը գիտակցության փոխազդեցության այդ անխուսափելի ազդեցությունները, մարդը իրեն թույլ չի տալի այդպես առամարական մոտենալ։ Եթե պատճառը հասկանում է, ինչպես խոսեցինք այսօր հաղորդման ժամանակ եւ խոսվել է պատճառ հետևանք հասկանում։ Իսկ եթե չի հասկանում, ուրեմն այդ ընտանիքը դատապարտված է։ Չէ, դատապարտված չէ, դատապարտված լինի, առավել եւս ընտանիք հայ, բայց բոլոր դեպքերում ինչ են կանում։ Ցանկալի է այդ ժամանակ ընդհանրապես երկուսի փոխհարաբերությունից շատ բան կախված ենք։ Գիտեք ինչից է նաև կախված, ինչպես են մեկը մյուսին նկատողություն անում։ Եթե ձև կա ասելու խոսք։ Ձև կա նկատողություն անելու, շնորհք կա նկատողություն անելու։ Եթե նույն նկատողությունը մարդը անում է հասկանալով պատճառը, բայց առանց վիրավորական տոնի, առանց վիրավորական աչքերի հայացքի անգամ, որտեվ եւ ձայնի տոնը եւ աչքերը բնազդաբար բոլոր մարդկանց վրա ազդում է։ Մարդը ունի պաշտպանական բնազդ, թե հոգեբանական, թե առողջական։ Դրանք աշխատում են անխափան աշխատում են։ Մի խոսքով բնազդները պետք է հաշվի առնել, առանց բնազդների ոչ մի բան չանեք, առավել հասկացնելով դիմասինը լսում է, ասում այո եւ ընդունում է։ Լավ Տիգրան ջան, մենք նորից պիտի ձայն տանք հեռուստադիտողին, տեսնենք լավ բան կասեն, թե վատ բան կասեն։ Դուք եթերում եք, ալո, մենք ձեզ լսում ենք։
Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զանգարում եմ Ֆիլադելֆիայից։ Ֆիլադելֆիայից։ Ուրախ եմ, որ այսպիսի թեմա եք բարձրացրել։ Շատ ու մի քանի զանգարող այն աղջիկը, որ վիրավորական արտահայտություն արել։ Մռասեք, արի չանդրադառնանք։ Այս է հենց բանը, որ այդպես դեպքերում չեն անդրադառնում։ Չենք անդրադառնում։ Չէ, ինչ նկատի ունեմ, որ դա վառ օրինակ է, որ այդ երկիրը շատ ազատություն է տալի մարդկանց։ Ազատություն վայելած աղջիկ էր, չէ՞։ Հա, ու ինչն է հետաքրքիր, որ դա ոչ թե երկրից է գալիս, այլ մարդուց է գալիս։ Հայաստանում էլ, Երևանում էլ շատ ազատ շատ ազատ էին, բայց դա մարդուց է գալիս, թե որ երկիրն է գնում։ Ու շատ ճիշտ եք անում, ձեր հյուրը շատ ճիշտ է անում, որ այդպիսի բաներին ուշադրություն չի դարձնում, որովհետև անիմաստ մարդկանց ընդհանրապես չի կարելի ուշադրություն դարձնել։ Լարումն ավելի մեծանում եւ ավելի վատ հետևանքներ է թողնում։ Այո, իհարկե, եւ ներվային համակարգն է խախտվում հիմար մարդկանց հետ ընդհանրապես շփվելով։ Եկեք էպիթետները թողնենք, շատ սիրելի հեռուստադիտող, Ֆիլադելֆիայից զանգող, այնուամենայնիվ եկեք որակավորումներ չտանք, խնդրում եմ։ Դուք ինչ կասեք մեր այսօրվա հարցի, ուրեմն առնչությամբ, այնուամենայնիվ, եթե այնպես է ստացվել, որ կինն է դոմինանտ ընտանիքում, այսպես ինչ որ բաներից ելնելով, ուրեմն պատճառներից ելնելով, ինչ ենք անում նման դեպքում։ Ինչ ենք անում, եթե հասկացող ամուսին է, եթե սիրող ամուսին է, ուրեմն պետք է հասկանա կնոջը եւ այնպիսի վերաբերմունք ցույց տա, այնպիսի ճանապարհներ ցույց տա կնոջը, որ նա հասկանա, որ սխալ է եւ չի կարելի ամենայն դեպս ազատություն, սխալ ձևով ազատություն ձեռք բերել։ Ահա, բայց դի մասին է կան մյուս պայմանը։ Իրար սիրում են, իրար հարգում են, ուրեմն պետք է սիրով եւ հարգանքով հասնեն մի իմաստի, հասնեն մի կետի, որը որ պետք է բերի հասկացող։ Հուսամ ձեր ընտանիքը հենց այդպիսին է, չէ՞։ Իհարկե, ես ամուսնացած եմ արդեն 1 տարի ունեմ բալիկ եւ շատ ես կցանկանայի, որ բոլոր կանայք ունենան իմ ամուսնու նման ամուսին։ Այ շատ ապրեք դուք։ Բա։ Շնորհակալություն հեռախոսազանգի համար։ Շատ շնորհակալություն սիրելի հեռուստադիտող։ Ինչ լավ բաներ ասացիք։ Գալեմ բան նշեմ նորից, որ մեր բոլորն արդեն գիտեք, այնպեսի կյանքը այստեղ Ամերիկայում բոլորին մեզ հայրից դաստիարակ է։ Մենք շատ բան ճանաչեցինք կյանքում նաև։ Որ անդրյակ ենք, Ամերիկան հեռվից էինք տեսնում, ամեն ինչ իդեալական գեղեցիկ էինք պատկերացնում, բայց եւ որ եկանք տեսանք, սա նաև ճակատագրի հեգնանքն է եւ ինչ որտեղ ճանաչեցինք եւ այս ճանաչումը իրականությամբ նաեւ դաստիարակչական եւ հետագա մեր գործելակերպի, մեր հայրենիքում, մեր փոխադարձ հարաբերությունների, մեր հայրենակիցների հետ խոսելիս արդեն ուղղություն տալուց մենք նրանց արդեն ճիշտ ճանապարհ կտանք եւ շատերը համոզված են ասում են մի եկեք այստեղ։ Այո։ Մի եկեք այստեղ։ Մենք եկել ենք պատճառ կա։ Հա, բայց միևնույն է գալիս են, ասում եմ, մեկ եք, բայց գալիս։ Իհարկե, որտեղ ճանապարհները որպես բացացան եւ հատուկ բացել են ճանապարհները, մի օրինակ բերեմ։ Ինչու են շատ կարևոր օրինակ, որ մարդիկ հասկանան պատահական չի, ոչինչ պատահական չի կատարում, ամեն ինչ քաղաքականացված է։ Ամեն ինչ քաղաքական։ Ամենաշատ green card-եր ստանալու հնարավորություն տրված է Հայաստանին։ Այո, դա գիտենք։ Պատճառը Հայաստանը դատարկելու համար։ Ահա։ Այդ ազատության տեսեք ինչ է։ Green card-ը վերցնեք եւ գնանք Հայաստան, օրինակ։ Այդ ազատություն տվողը լավն է երևում հայերի, որ տեսեք հայերին սիրում են, բայց ենթատեքստը նայեք։ Ենթատեքստը Հայաստանը դատարկելու համար։ Հայաստանը դատարկելու համար են։ Այս մասին չեն խոսում, չեն ասում, որտեղ պետք է համարձակություն ունենալ այդ մասին խոսել։ Ես իմ ազգին պաշտպանելու համար եմ այդ բանն ասում, իրավունք ունեմ իմ ազգին, իմ հայրենակիցներին պաշտպանելու խաբեսից խոսել։ Ես իրավունք ունեմ, սա զրպարտություն չէ։ Ճշմարտություն երբ որ ասում են, դա վիրավորանք չէ։ Պարոն Ոսկեչյան, ազատներություն, մենք նորից պիտի գնանք գովազդի, իսկ հայրենակիցներին խորհուրդ տանք թող գանք վերցնեն, հետ գնան Հայաստան տեսնեմ, ոնց պիտի դատարկեն Հայաստանը, չէ՞։ Գովազդ։ Ուրեմն սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք մեր տաղավարը, մենք ունենք քիչ ժամանակ, այսօր մեր հյուրն է Տիգրան Ոսկերչյանը, որին այնքան շատ են հեռախոսազանգերը կարգին, ինչպես ասում են, խոսք տալ չեն կարողանում, բայց պիտի արագ ու համառոտ հայրենակիցներ։ Hello, մենք ձեզ լսում ենք։ Hello։ Hello։ Փոխեցին միկրոֆոն։ Hello։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կա այսպիսի մի գիրք Սիմֆոնիա ռազումա ռուսերենով, հայերեն բանականության սիմֆոնիա։ Իհարկե մի հաղորդման ժամանակ շատ կարճ է ժամանակը, որպեսզի կարողանանք ազատության մասին լիարժեք հասկանալ, այդ իսկ պատճառով ցանկացողներին ասում եմ, որ դա մտքի կանդարան մի գիրք է, որ ընթերցեն շատ բան հասկանալու համար։ Եվ Քրիստ Մանալյանի այսօրվա առաջարկած թեման պատահական չէ, երբ որ լսում ես նման ջահել աղջիկների զանգը, այդպիսի արտահայտությունները։
Եվ կարճ լինելու համար մի երկու բան ձեզ համար ընթերցեմ այդ գրքից, որը գրված է Այո, լսում ենք, ընթերցեք։ Ազատությունը եւ սանձարձակությունը մեկը մյուսին միանգամայն հակադիր հասկացողություններ են։ Ազատությունը այն ամենը անելու իրավունքն է, ինչը վնասում է ուրիշների։ Այն ինչ որոշ պայմաններում կոչվում է ազատություն, այլ պայմաններում կոչվում է սանձարձակություն։ Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն։ Մի խոսքով, եթե ցանկացողներ կլինեն, թող այդ գիրքը ընթերցեն, որպեսզի հասկանան Բարեկամության սիմֆոնիա, այո։ Դուք որտեղից եք զանգում, խնդրում եմ ասեք։ Գլենդելից եք զանգում։ Շատ տեղին դիպուկ մեջ բերում եք, տեսնում եք, խոսում եք չափանիշների մասին, խնդրեմ, չափանիշների մասին ում գրվածներ կան, որ Ախր ամբողջ բաններն է, որ շատ հարգելով եմ ասում մեր բոլոր հերոստատիտողներին, եթե նկատել եք Տիգրան ջան, զանգում են հիմնականում, ասենք, միջին տարեկի մի քիչ ավելի բարձր, երիտասարդները զանգեցին, տեսանք ինչ ասեցին, ինձ թվաց երիտասարդ ձայներ։ Շատերը հիմա երևի սովորում են կամ աշխատում են։ Բացի դրանից, այդ խնդրեմը ինձ թվում է մեզ շատ ավելի շատ է հուզում, որովհետև մենք ծնողներ ենք, երևի թե դրանից է գալիս քան հենց իրենց երիտասարդներին, որովհետև երիտասարդ տղան, երիտասարդ աղջիկը, ասենք ինչ որտեղ Չեմ ուզում փնովել ոչ մեկի, բայց սանձարձակ վարկագծի մեջ առանձնապես հարցապետի բան Կարելի է մի շատ կարևոր խորհրդողություն տալ մարդկանց զրուցելիս, ինչպես կարողանալ մարդկանց հետ այնպես խոսել, որպեսզի դիմասինը ընդունի, որտեղ ինչքան ճիշտն ասած, կարևոր է նաև դիմասինի ընդունելու հատկությունը։ Մարդիկան չեն ընդունում, եւ միտումնավոր եւ կամ վիրավորական տոնը զգալով հակադրություն առաջանում։ Ուստի ով ուզում է որևէ բան բացատրի կամ նկատողություն անի, դա պետք է կարողանալ գիտակցաբար ներքին ձայնով կարողանալ մեծագույն օրենքը ինչքան ես այդ բանը նկատողությունը անեմ հանգիստ տոնով շնորհքով իհարկե ոչ ստրկամիտ տոնով այլ նես հոգու ուժով մտքի ուժով տեղին շնորհքով որ դիմասինը ոչ մի վիրավորական ալիք չզգա ոչ աչքերի հայացքով ոչ ձայնի տոնով այլ որ հաշվի ես առնում երեխայի հետ խոսում ես երեխայի մակարդակով չես ասում դու փոքր ես ոչինչ չես հասկանում այլ ընդհակառակը այսպես ասել ճիշտ է դու փոքր ես բայց խելացի երեխա ես դու ամեն ինչ արդեն հասկանում ես բոլորդ էլ հասկանում եք արեք այսպես այնպես հարգալից հենց հարգանքի խոսակցության միտքը տալիս է դիմացինին, նա արդեն ընդունում է, սկսում է քեզ լսել, որտեղ զգաց, որ դու նրան հետ հաշվի ես նստում, նրան հարգում ես։ Սա ամենակարևոր կարողությունն է, որ պետք է ունենալ այս կարողությունը։ Ես սա պետք է արվի գիտակցաբար։ Այսինքն հասկանալով այդ պատճառը եւ այդպես խոսելով, համոզված եղեք դուք ավելի շուտ, ավելի խոր արդյունքի կհասնեք, միգուցե ոչ միանգամից, բայց լսողը մտածի անպայման։ Եվ նա միանգամից չի հակադրվի եւ հաջորդ հանդիպման, հաջորդ զրույցին կասես մարդը շատ շնորհքով ճիշտ ասեց եւ ելի կլսի քեզ նորից կընդունի արդեն կառաջանա շատ ճիշտ փոխադարձ դաշտ Բայց ինչ մեկը այդ դաշտով պիտի հատուկ զբաղվի, որովհետև դաշտը առաջացնել է պետք։ Ժամանակ չունենք, բոլորս վազոցի մեջ ենք, երեխաներն էլ մեծանում են։ Ցանկալի կլինի այսպեսի հաղորդումներ կազմակերպել, հոգեբանականից խոսել, մարդկանց ճիշտ հոգեբանական խորհուրդներ տալ։ Ինչպես զրուցել մարդկանց հետ, սա էլ առանձին ուսմունք է։ Լավ, շնորհակալություն։ Տեսնենք ինչպես են մեզ հետ զրուցում։ Hello։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը, ես ինքս երիտասարդ եմ, այստեղ համալսարան եմ գնացել, ընտրել եմ ուսումը, ավարտել եմ և ուզենայի մի փոքր իմ կարծիքս արտահայտել, ես այստեղ կանանց իրավունքների դասարանել եմ վերցրել համալսարանում, կուզենայի ձեզ տեղեկացնել, թե ինչեր ենք մենք անցել այստեղ։ Ինչեր եք անցել դուք, տեղեկացնեք մեզ։ Ուրեմն մի փոքր այստեղ ուսումնասիրություններ են արվել, որ կնոջ ուղեղը ոչինչով չի զիջում տղամարդու ուղեղին։ Մենք չենք ասում։ Բոլորս էլ կարող ենք հասնել ինչին որ ցանկանում ենք։ Դա ով որ մեզ ասում է, որ կինը չի կարող հասնել այն մակարդակին, որ տղամարդն է, դա իրեն անկարողությունից է գալիս։ Ուսումնասիրությունները բերում են դրան, որ մենք հավասար ուղեղի հնարավորություններ ունենք։ Եվ իմիջիալոց կնոջը հարկավոր չի հասնել տղամարդու կարողություններին, որտեղ որ արդեն մարդը փորձում է հասնել անել այնչի որ նրան բնությունից տրված չի անել, նա ավելի շատ է
լարվում եւ ավելի շատ է էներգիա ծախսում եւ ավելի շուտ կհիասթափի։ Հիմա դուք լարվում էներգիա ծախսում եք օրինակ, ինչ եք կարևորն է չափանիշների մեջ մնալ եւ հարգալից այդ պատճառների հասկացության մեջ մնալ եւ հարաբերի շատ կլինի հենց այն ներդաշնակությունը, որ այդ ցանկանում։ Տեսնենք ինչ է ասում։ Այո։ Հացմունքով են որոշումներ կայացնում, իսկ տղամարդիկ ավելի տրամաբանոր են։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղի երիտասարդությանը, ես կարծում եմ դա ընտանեկան դաստիարակությունից է գալիս, կապ չունի թե երեխան որտեղից է եկել երիտասարդը, դա իրեն ընտանիքի դաստիարակությունն է։ Իսկ ընտանիքում, երբ որ ամուսնացած են լինում, դա փոխադարձ հարգանքով է, որ կարողանում են ճիշտ։ Լավ, շնորհակալություն, մենք ձեզ հասկացանք, միայն ասեք որտեղից եք զանգում։ Ես Նորթ Հոլիվուդ։ Նորթ Հոլիվուդից են զանգում։ Սիրելի ռուսայտողներ, մեր հաղորդման ժամանակը սպառվեց, շատ ցավալի է։ Տիգրան ջան, երկու խոսք բառացիորեն մի կես րոպե եւ վերջացնենք, շատ արագ խնդրում եմ։ Ինչ հետեւություն անենք այս ամեն ինչի։ Նախ ուզում շնորհավորել բոլորի 2007 թվականը, այս նոր 2007 թվականի առիթով այս կապակցությամբ շնորհավորում բոլորին եւ ցանկանում որ այս 2007 թվականը պատական թիվ չի 007 Սա լավ թիվ է։ Ջեյմս Բոնդի թիվն է։ Միայն պետք է կարողանալ նաև բնության մեջ օրենք կա, պետք է այդ հնարավորությունից ճիշտ օգտվել։ Բնությունը ճակատագիրը շատ հնարավորություններ տալիս է մարդկանց, բայց մենք չենք կարողանում այդ հնարավորությունից օգտվել։ Պետք է ուրեմն կարողանալ օգտվել ճիշտ ժամանակից, առիթից եւ հնարավորությունից ու չափանիշի մեջ մնալ ու ներքին գիտակցական կամքի ուժը, գիտակցական ուժով ղեկավարվել, որը շատ խանգարող հանգամանքներից, խոչընդոտներից կազատի մարդկանց։ Ես սա կցանկանեմ մարդկանց ավելի շատ գիտակից մոտենալ, կինել ունենալ շատ լավ գիտակցելու հնարավորություն, կարողություն, միայն այո նրա մայր լինելու այդ հատկանիշները յուրովի ուրիշ դիրքի մեջ են պահում։ Այո, այս ելի կանայք, եղեք մայր, եղեք լավ քույրեր, եղեք մի խոսքով հեզ գեղեցիկ, ինչպես որ կաք, մենք ձեզ այդպես ենք սիրում, մենք ձեզ շատ ենք սիրում, միանում ենք, չէ՞։ Անպայման, շատ ենք սիրում, մինչ վաղը սիրելի ռուսայտողներ, վաղը Քրիս Մանարյանը նորից կլինի Սոնայի հետ։